Պարոն Թարվերդյան, այսօր Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում եւ հանդիպել է Էրդողանի հետ։ Դուք ինչպես կմեկնաբանեք այս հանդիպումը եւ ինչ սպասել ընդհանրապես ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա։ Ես քանի որ չգիտեմ քննարկման օրակարգը, չեմ կարող նաեւ ասել, թե ինչպես կանդրադառնա։ Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանը եւ Թուրքիան տասնամյակներ ունեն թշնամական հարաբերություններ եւ իմ դիրքորոշումը որպես քաղաքական գործիչ եւ մեր քաղաքական ուժի դիրքորոշումը այն է, որ միևնույնն է չի լինում մշտական թշնամի, պետք է մի օր կարգավորել հարաբերությունները, մենք գիտենք, որ երրորդ նախագահան նույնպես փորձել է կարգավորել հարաբերությունները, ես դրական եմ դիտում ցանկացած քննարկում։ Բազմիցս ասել եմ, որ հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը իսկապես հանդիսանում է աշխարհի լրջագույն դիվանագետներից եւ քաղաքական գործիչներից մեկը, իմ կարծիքը եղել է, որ լավ կլիներ, որ անպայման լինեին միջնորդներ։ Մեր վարչապետը փորձում է ինքնուրույն ուղիղ քննարկումների միջոցով իրականացնել քննարկումների եւ արդյունքը իրենը լինի, Աստծո կամոք թող լինի դրական արդյունք։ Պարոն Թարվերդյան, հիշեցրեցիք, որ երրորդ նախագահը եւս փորձում էր բարեդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց կցանկանամ շեշտը դնեք բանակցողի վրա։ Հա մի կողմից մենք բանակցում էր Սերժ Սարգսյանը, որը ոչ այդքան վատ համբավ ուներ, իսկ մի կողմից Նիկոլ Փաշինյանը, ում շատերը հողատու դավաճան են անվանում։ Անձերի խնդիր տեսնում եք այստեղ։ Անձերի խնդիրը միշտ մեծ է, ես ուզում եմ եք դրվագ բերեմ, Նապոլեոնը, որը Տալերանին առանձնապես չէր սիրում, սակայն հարգում էր նրա բանակցողի ունակությունները եւ բոլոր դեպքերում իր ամբողջ կառավարման օրոք նա ամբողջ արտաքին քաղաքականությունը վստահեց Տալերանին։ Դա շատ մեծ ունակություն է եւ ասում եմ արտաքին դիվանագիտությունը դա կոմպրոմիսների արվեստ է եւ բանակցությունների ունակություն արդյունքն է սովորաբար տալիս գնահատականը եւ մենք ազգովի պետք է աղոթենք եւ մաղթենք, որ մեր ղեկավար անկախ նրանից մենք ոնց ենք նրան վերաբերվում, ոնց ենք նրա արարքներին վերաբերվում, ուրեմն նա իր արդյունքներով բնութագրվի որպես լավ դիվանագետ։ Թուրքական կողմը այս պարագայում հակված է բարեդրացիական հարաբերություններ հաստատել, քանի որ Թուրքիան էլ հայտարարել էր, որ գնա նախ բանակցիր եւ բարեդրացիական հարաբերություններ հաստատիր Ադրբեջանի հետ, հետո նոր ինձ հետ։ Գիտեք, տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ Թուրքիան ուղիղ բանակցություններից խուսափել է եւ նա Հայաստանին դրդել է հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ եւ նոր նրանց հետ նստել բանակցությունների սեղանին։ Այդ խնդիրը եղել է Արցախի հարցը, այսօր եւ Թուրքիան եւ Ադրբեջանը համարում են փակված այս էջը եւ նրանք արդեն բանակցում են նոր դարաշրջանում, այսինքն Արցախյան դարաշրջանը փակած իրավիճակում։ Եվ նորից եմ կրկնում, քանի որ ոչ ես, ոչ դուք չգիտենք բանակցությունների օրակարգը, մենք ոչինչ չենք կարող ասել։ Միակ ցավալի փաստը այն է, որ վարչապետը երեք բանակցություններ գնալու նախորդին հայտարարեց, որ նա գնալու է զիջումների։ Եվ ոչ թե փոխզիջումների, այլ ուղիղ հայտարարեց, որ եթե անհրաժեշտություն լինի խաղաղության համար, նա գնալու է զիջումների։ Եվ նաև պարոն Թարվերդյան այս օրերին տեսնում եք, թե ինչ մասշտաբով արշավ է սկսել արդեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, նախ Չուլան են անվանում Չուլանապետ եւ նշում են, որ վանկապղծություն, սրբապղծություն է եկեղեցու ներսում տեղի ունենում ու նաև Նիկոլ Փաշինյանը նշում է, որ շատ բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում վեհափառը եւս չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը եւ հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելով Սամվել Կարապետյանը, գործարար բարերա Սամվել Կարապետյանը այսօր 2 ամսով կալանավորված է։ Դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ գործարար ինչ ունեք ասելու, ձեր աջակցությունը հայտնում եք Սամվել Կարապետյանին։ Ես ասեմ, նախ կարծում եմ ցանկացած հայ անկախ նրանից նա հավատացյալ է թե ոչ, հարգանքով պետք է վերաբերվի հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, քանի որ դա ամենաինստիտուցիոնալ կառույցն է, որը երբևիցե հայ ազգը ունեցել է։ Եթե հարցը վերաբերում է առանձին անձանց, ոչ թե եկեղեցուն, այլ անձանց, ես ասեմ, իմ նկարագիրը հետևյալն է. մենք գալիս ենք եկեղեցի, հասնում ենք մի հատ մեծ պատի, որից ներս
եկեղեցականներն են որոշում իրենց օրենքներով։ Կուսակրոնության օրենքը կամ կանոնակարգը, երբ որ մենք հիմք ենք բերում, իսկ վարչապետը տեղյակ է միգուցե եկեղեցին գաղտնի որոշմամբ փոփոխություններ է արել իր օրակարգում կամ իր կանոնակարգում։ Եվ գիտեք, իսկապես դա միայն եւ միայն եկեղեցականների հարց է, անգամ եթե կան արատավոր երևույթներ, իսկ արատավոր երևույթներ աշխարհի բոլոր կրոնների, բոլոր եկեղեցիներում կան, ապա նրանք ինքնուրույն պետք է կարգավորեն։ Պետությունը այստեղ իր դերը պետք է ունենա, տեղեկատվություն եթե հայթայթել է, այդ տեղեկատվությունը եկեղեցուն փոխանցելու միջոցով այդտեղ ավարտվում է պետության դերը։ Աջակցում եք դուք Սամվել Կարապետյանին, կարծում եմ հայ ազգի որևէ անհատ չկա, որ նրան չաջակցի, նախ ես կցանկանամ իշխանություններին հորդորել մի վայրկյան շուտ փոխել ուրեմն միջոցը, չի կարելից նմանատիպ մարդու պահել կալանքի տակ, եթե անգամ կա այսինքն նրանք գտնում են հայտարարության մեջ ինչ-որ քրորեն պատժելի արարք, խնդրեմ դրա համար կա ստորագրության պետությունից չհեռանալու խափանման միջոցը, կա տնային կալանքը, դա ամոթալի է, դա ցույց է տալիս իրավապահ համակարգի թուլությունը, որ նման անձի կալանավորում են, գիտեք, տարբեր մեխանիզմներ կա, խնդրեմ թող կիրառեն այլ մեխանիզմ, այլ ոչ թե կալանքը։ Գիտեք, աշխարհում անգամ դեպքեր են լինում, երբ որ մարդասպանության համար կալանք չի կիրառվում։ Իսկ այստեղ հայտարարության համար ընդ որում փաստաբանների այսօրվա հայտարարությունը նպատակի մասին եւ ձևի մասին, ինչ ձևով պետք է Սամվել Կարապետյանը միջամտեր, դա նույն մեր քաղաքական ուժի մոտեցումն է, որ այս դժվարին պահին ժամանակը չէ նմանատիպ հարցեր քննարկելը եւ թե պետությունը, թե եկեղեցին պետք է անկախ իրենց անձնական եւ թե քաղաքական, թե սկզբունքային ամբիցիաներից նրանք պետք է միասին գործեն։ Այսօր ամբողջ աշխարհը շատ լարված իրավիճակում է, տեկտոնիկ փոփոխություններ են կատարում ամեն վայրկյան, մեր տարածաշրջանում ռազմական գործողություններ են իրականում եւ երկրի ներսում հասարակությունը մասնատել խմբերի, դա հանցագործություն։ Մենք իմ քաղաքական գնահատականը հետեւյալն է, այսօր հասարակությունը ցանկացած ձևաչափով մասնատել է հանցագործություն։ Միգուցե ոչ քրեական օրենսգրքով սահմանված, այլ ավանդական սկզբունքներով հաստատված դա հանցագործություն է։ Եվ բոլոր կողմերը պետք է խելամիտ լինեն, սթափ մտածեն, սառը մտածեն։ Այսօր մեզ համախմբում է պետք, այսօր իսկապես պետք է միացյալ Հայաստան եւ միացյալ հայ ազգ։ Եվ ըստ ձեզ գործընթացը ինչ ավարտ է ունենալու, հատկապես հիշեցնեմ այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նորից ակտիվացել են, պետք է պասիվացնել ու ընդմիշտ։ Ում պասիվացնել։ Նիկոլ Փաշինյանը որպես երկրի ղեկավար պետք է ուրախ լինի, որ քաղաքասարակությունը ակտիվ է։ Ակտիվությունը եւ ուրեմն ոչ ռադիկալ, այլ առողջ ընդդիմությունը երկրի զարգացման հիմքն է եւ իշխանությունները դա տեսնելով իրենց սխալների ուղղումը պետք է իրականացնեն։ Ուժեղ ղեկավարը երբեք չպետք է վախենա, որ ակտիվանում է ընդդիմությունը։ Չնայած ես Սամվել Կարապետյանին չեմ կարող ընդդիմություն անվանել։ Մարդ, որը արել է եւ անում է պետության իր հայրենիքի համար։ Ես տեսնում եմ օրերս տարբեր ուրեմն հեռարձակվում են տարբեր հանրային կապի միջոցներով, Facebook-յան, TikTok-յան եւ այլն, թե նա ինչ է արել իր հայրենի գյուղի համար, կողքի գյուղերի համար, թե մենք բոլորս լավ գիտենք, թե ինչ է արել Արցախի համար, Հայաստանի Հանրապետության համար։ Գիտեք, այս մեթոդը ճիշտ մեթոդ չէ։ Միգուցե վարչապետը ընտրել է այս մեթոդը, սակայն ես ցավում եմ, որ նա չունի ուժեղ թիմ։ Հակառակ դեպքում թիմը նրան կխնդրեր, կհամոզեր եւ կհիմնավորեր, որ սա ծայրահեղ մեթոդ է եւ սա հասարակությունը եւս մեկ անգամ պառակտելու է։ Այս փուլում դա վտանգավոր է մեր պետության, այն պետության համար, որը ինքն է կառավարում։